Սիրելի մարտունեցիներ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, ողջունում եմ բոլորին։ Ժողովուրդ ջան, վերջին անգամները, որ գալիս ենք, այսօր էլ մենք ավտոբուսով անցնում ենք Մարտունի քաղաքի տարբեր փողոցներով։ Ես նայում եմ այդ փողոցներին եւ անկեղծ ասեմ հոգիս փառավորվում է։ Ժողովուրդ, դուք հիշում եք 2018 թվին Մարտունիում փողոցները ինչ վիճակում են, հիշում եք, 2018 թվականից մինչև այսօր մենք Մարտունիում իրականացրել ենք 22 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, 60 միլիոն դոլարի համայնքի եւ կառավարության համագործակցությամբ։ Եվ այսօր նայում եմ, ես չգիտեմ այս որ փողոցներ, որով իջնում էինք մենք բանից, հա? Որ գալիս էինք, էլի։ Միասնիկյան փողոցով գալիս ենք եւ ես մտածում եմ եւ ասում եմ, որ ահա այսպեսին պետք է լինի մեր երկիրը, այսպեսին պետք է լինեն մեր քաղաքները, այսպեսին պետք է լինեն մեր գյուղերը, բայց ես նաեւ ուզում եմ հետեւյալը ասեմ, 2018 թվականից մինչեւ հիմա մենք ընդհանրապես Գեղարքունիքի մարզում իրականացրել ենք մոտավորապես 42 միլիարդ դրամի սուբվենցիոն ծրագիր, որտեղ համայնքների մասնաբաժինը մոտավորապես 20 միլիարդ դրամ է, բոլորը իրար հետ 8 տարվա ընթացքում։ Հիմա 2026 թվի համար, ժողովուրդ ջան, թվերը հիշեցիք, 18-ից 25 թիվը 42-43 միլիարդի ծրագիր, մենակ սուբվենցիան, կառավարության ուղիղ ներդրում, դրա մեջ դպրոցները օրինակ չի մտնում, ճանապարհները չի մտնում։ 18-ից 25-ը 42 մոտավորապես միլիարդ դրամի ծրագիր, բայց մենակ 26 թվականին, 40-ից մասնաբաժինը համայնքների 20 միլիարդա մոտավորապես, բայց մենակ 26 թվի համար Գեղարքունիքի մարզի համայնքները ներկայացրել են 25 միլիարդի ծրագիր, այսինքն 18-ից 25-ն էլ են 20 միլիարդի ծրագիր, մենակ 2026-ի համար ներկայացրել են 25 միլիարդի ծրագիր, այդ 25 միլիարդից 20 միլիարդը ոնց լինի կհաստատվի, սա գիտեք ինչ է նշանակում, սա նշանակում է, որ այն շինարարությունը, որ դուք 2018 թվականից 25 թվականը տեսել եք, այդ շինարարությունը կրկնապատկվելու է, ավելի շատ ալնելու, կրկնապատկվելու է։ Ես այնչի համար եմ ասում, բայց շատ կարևոր է նաև այսօր մեր շինարարական ընկերությունները, համայնքները, մարզերը ծրագրեր իրականացնելիս իրանք բողոքում են, ասում են աշխատուժի կարիք ունենք։ Եվ այսօր շատ դպրոցներ կա, ես գնում եմ, տեսնում եմ օտար երկրներից եկած շինարարներ են աշխատում մեր դպրոցների եւ մանկապարտեզների վրա։ Եվ մեր խնդիրը նաև 2022 թվականին, երբ որ Ուկրաինայում իրադրությունը ծագեց եւ տնտեսական խնդիրներ կային, մարդիկ ասում են, բա արտագնա աշխատանքի մեկնողների հետ կապված ո՞նց է արնելու, ո՞նց է խնդրը լուծվելու։ Մենք ասում ենք, մենք 300 դպրոցի, 500 մանկապարտեզի, 500 կիլոմետր ծրագրի, տասնյակ միլիարդավոր դրամների սուբվենցիոն ծրագրեր ենք անում, սահմանամերձ գյուղերում 16 միլիոնի բնակարանային ծրագրեր ենք անում, ես գանձակար իծակար բանը կա, ճանապարհը կա, որ մենք կառուցեցինք անցած տարի, այս տարի ենք շահ, Իջևանի գանձակար գյուղից Բերդի իծակար գյուղ, եւ ես գնացի այնտեղ բացման չէ, շինարարության ժամանակ գնացի այնտեղ եւ մարդիկ էին աշխատում, ասում է հարցրի որտեղից են, այնտեղ Մարտունիից աշխատող մարդիկ կային։ Ես նկատի ունեմ Հայաստանի Հանրապետությունում էլ շատ աշխատատեղեր այսօր բացվում են եւ բացվելու են, ժողովուրդ ջան, եւ շատ կարեւոր է, որ մենք մեր շինարարների ներուժը մղենք նաեւ մեր պետությունը, մեր երկիրը կառուցելու համար։ Տեսեք Միասնիկյան փողոցը, էլի քանի փողոց, այսօր մի քանի փողոց է մնաց է, որ Մարտունիում մենք այդ ովքեր են արել, կառավարությունը ֆինանսավորել է, համայնքը ֆինանսավորել է, բայց մեր շինարարներն են իրանց ձեռքերով, իրանց երեխեքի ոտի տակն են սարքում, իրանց երեխեքի դպրոցն են սարքում, իրանց երեխեքի մանկապարտեզն են սարքում։ Բայց մենք նաև, ես էլի ուզում եմ ասեմ, ես գիտեմ, որ անհանգստություններ կան Մարտունիում կապված ԵԱՏՄ-ի շրջանակում տեղի ունեցող պրոցեսների մասին։ ԵԱՏՄ-ն հիմնված է 4 հիմնական սկզբունքի վրա։
ապրանքների, ծառայությունների, աշխատուժի եւ ֆինանսական միջոցների ազատ ներհոսքի վրա։ Գիտեք, այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը նաեւ ԵԱՏՄ շրջանակներում ինչ որ կապերով, ինչ որ բանով իրանք ընտրությունների ժամանակ իրանք երկրի համար խնդիրներ են ստեղծում։ Այս խնդրում եմ ուշադրություն դարձրեք։ Իրանք հասկանալով, որ ընտրություններում ձախողվել են եւ շրխկալով պարտություն են կրելու, ԵԱՏՄ շրջանակներում լրտեսի նման զանգում են եւ գնում են այնտեղ ինչեր են անում մեր երկրի համար խնդիրներ լուծելու։ Բայց ես ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրեմ հետեւյալ փաստի վրա։ Ես Եվրասիական տնտեսական միության միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ համ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի անդամ եմ եւ միջկառավարական խորհրդի անդամ եմ։ Ռուսաստանի նախագահ հունիսի 1-ին զանգահարել էր իմ ծնունդը շնորհավորելու համար, բայց պարզա բացի շնորհավորանքներից մենք նաեւ գործնական խոսակցություններ ունեցանք եւ մենք պայմանավորվեցինք, որ ընտրություններից հետո ես կմեկնեմ նորից եւ հանդիպում կունենանք եւ բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք։ Համոզված եղեք այն հարցերը, որոնց մասին այսօր աղմուկը աղաղակա բարձրացած, այդ հարցերը վերջին 8 տարում տասնյակ անգամներ եղել են։ Եվ այդ բոլոր հարցերը լուծվել են, դուք սկի տեղակել չեք եղել, որ հարցը ծագել եւ հարցը լուծվել է։ Եվ նաեւ մնացած բոլոր հարցերը կլուծվեն, որևէ վարքյան կասկած չունենաք։ Բայց նաեւ ես ուզում եմ ուրիշ բան ասեմ, ժողովուրդ ջան։ Ուրեմն 2022 թվիներ երևի կամ 23 թվիներ Բելարուսի նախագահ Լուկաշենկոն մի սենց հայտարարություն արեց, ասեց դե հայերը ում են պետք, Հայաստանը ում է պետք, Հայաստանը մենակ մեզ է պետք։ Գիտեք, դա մի հայտարարություն էր, որը պետք է ունենար քաղաքական հետևանքներ։ Եվ այսօր էլ ոչ մեկ ուշադրություն դարձրեք։ Տեսել եք, այսօր Բելարուսի նույն նախագահը, որ ասում էր Հայաստանն ում է պետք, Հայաստանը գնալու տեղ չունի, այսօր ընկած համոզումը որ Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս չգա, բայց Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու խնդիր չի դրել, ժողովուրդ ջան։ Մենք ուրիշ բան ենք ասում։ Ես իմ մեծագույն խնդիրներն եմ համարում, որ երբևէ որևէ մեկը իրավունք եւ հնարավորություն չունենա, ասի Հայաստանը ոչ մեկին պետք չի։ Հայաստանը բոլորին է պետք։ Այսօր եւ իմ մեծագույն խնդիրը հետևյալն է, ժողովուրդ ջան, որ Հայաստանի Հանրապետությունը եւ դուք ունենաք այլ ընտրանքներ, անեն չլինի, որ դուք տարբերակ չունենաք, դուք պետք է ունենաք տարբերակներ եւ դուք կունենաք տարբերակներ եւ դուք միայն դուք կորոշեք, թե այդ տարբերակներից որն է ձեզ համար ավելի լավ, դուք ոնց կորոշեք, տենց էլ կլինի, բայց նաեւ ես ուզում եմ ասել, պետք չի մեր ժողովրդին խոսալով ընդգծել այն պոտենցիալ վտանգները, որոնք կարող են առաջանալ։ Դա լավ խոսալու ոչ չի, էթիկա չի։ Ճիշտ խոսալու ոճը այն է, թե մեր ժողովրդին ասենք, թե ինչ նոր առավելություններ կարող են այս կամ այն միավորումը տալ Հայաստանի Հանրապետությանը։ Բայց ես էլի ասում եմ, պատերազմի եռագլուխ կուսակցությունը խնդիր էր դրել, շատ հստակ խնդիր էր դրել, որ մենք Ռուսաստանի հետ կռվենք կոնֆլիկտի մեջ մտնել։ Ես նաև Ռուսաստանի մեր գործընկերներին ասել եմ մենք չենք կռվելու ձեզ հետ, մենք չենք վիճելու ձեզ հետ, մենք բանավեճի լեզվակռվի մեջ չենք մտնելու, մենք հանգիստ, համբերատար, մեր դիրքորոշումները պաշտպանելու ենք։ Մենք Ռուսաստանի Դաշնության շահերի դեմ չենք գործելու, բայց մենք նաև մեր շահերի դեմ չենք գործելու։ Վերջերս, երբ որ ես Ռուսաստանի Դաշնությունն էի այցելել, պաշտոնյաներից մեկը ինձ ասեց, գիտեք ինչ, ասեց դուք Եվրամիության հետ որոշ գործակցելով Ռուսաստանի շահերին վնաս եք հասցնում։ Ես ասացի շատ լավ, մենք բարեկամ երկրներ ենք։ Ես երբեք չեմ ուզի, որ Ռուսաստանի շահերին իմ գործողություններով վնաս հասցնեմ։ Բայց որ ասում եք, ես խնդրում եմ ձեզ, ասեք, նշեք այն կոնկրետ օրինակները, որ մենք Ռուսաստանի շահերին վնաս ենք հասցրել։ Հսի նստած բարձր մակարդակի խոսակցություն է տեղի ունենում։ Խնդրում եմ հիշեք, թվարկեք այդ օրինակները։ Եվ գիտեք ինչ էր պատասխանը։ Պատասխանը լռություն էր։ Լռություն։ Ոչ մի օրինակ չհնչեց։
Ես մի հատ էլ կրկնեցի հարցը, ասի խնդրում եմ ասեք ինձ կոնկրետ օրինակ, ինչով ենք մենք վնասել Ռուսաստանի շահերին, եւ երկրորդ հարցից հետո էլի պատասխան չհնչեց։ Այնուամենայնիվ, էլի ես ուզում եմ ընդգծել, ես օգտագործելով Եվրասիական տնտեսական միությունում ունեցած իմ բացառիկ լծակները միակ պաշտոնյան եմ, որ երկու տեղ լիարժեք որոշիչ ձայնով, այսինքն եթե ես որևէ բանի դեմ լինեմ, այդ որոշումը չի կարող կայացվել։ Այդպիսին է ԵԱՏՄ-ում որոշումների կայացման մեխանիզմը, եւ եթե որևէ բանի դեմ լինենք, մենք որոշում չի կարող կայացնել եւ մենք ունենք անհրաժեշտ լծակներ, բայց նաեւ մենք չենք հրաժարվելու Հայաստանի եւ հայ ժողովրդի համար այլ ընտրանքներ ստեղծելու գաղափարից եւ քաղաքականությունից, որովհետեւ ոչ ոք այլևս երբեք չպետք է ասի, որ Հայաստանը գնալու տեղ չունի, Հայաստանը ոչ մեկին պետք չի, Հայաստանը փակուղի է, Հայաստանը փակուղի չի այլևս, Հայաստանը ծայրագավառ չի այլևս, Հայաստանը խաղաղության խաչմերուկ է։ Ժողովուրդ ջան, դուք տեսել եք մայիսի 28-ի զորահանդեսը, ճիշտ է, տեսել եք։ Դե եթե տեսել եք մայիսի 28-ի զորահանդեսը, խնդրում եմ գնահատեք ընդդիմության այն պնդումները, որ 5 տարի անընդհատ, 5 տարի, 8 տարի արել են, թե մենք բանակը քանդում ենք, թե մենք բանակի վրա ներդրում չենք անում, ավելին բանը հասել այնտեղ, որ նրանք հայտարարել են, որ ես Ալիևի եւ Էրդողանի առաջ պարտավորություն եմ ստանձնել, որ Հայաստանը բանակ պետքա չունենա, որ Հայաստանը զենք պետք է չունենա, որ Հայաստանը պաշտպանունակություն պետքա չունենա։ Դուք տեսաք ձեր սեփական աչքերով այդ հարցի պատասխանը։ Բայց դուք պետքա նաեւ ընտրությունների օրը դրա պատասխանը տաք, որովհետև ստահոտ ընդդիմությունը պետքա չանցնի խորհրդարան, ժողովուրդ։ Դրանք պետքա չստանան խորհրդարան մտնելու համար անհրաժեշտ ձայներ, եւ սա մեր ժողովրդի համար արժանապատվության հարց է։ Դրանք ձայնագրություններն են հրապարակվում եւ դրանք ինչ են ասում։ Ժողովրդի մասին իրանք ցուցակներ են կազմում, ընտրակաշառքներ են բաժանում, հետևից ժողովրդի մասին ասում են շունուշան գալը, սեռական բնույթի մարդկանց հետ հարաբերությունները համատում են մարմնավաճառի հետ հարաբերությունների հետ, պատերազմի վետերանների հասցեին ամենավերջին բառերով են արտահայտվում եւ այդ մարդիկ իրաց պատասխանը այս ընտրություններում պետքա չստանա եւ դրանք այն մարդիկ են, որ տարիներ, տասնյակ տարիներ, մենք պետք է լավ հասկանանք, ովքեր են պատերազմի եռագլուխ կուսակցությունը։ Դա նույն 2000-ից 2018 թվականներին կոալիցիոն գործընկերներն են տարբեր ձևաչափերով գործած։ Ռոբերտ Քոչարյան եւ Դաշնակցություն։ Իմիջայլոց Ռոբերտ Քոչարյանին բանտ ենք ուղարկելու, ոչ միտեղ չենք ուղարկելու։ Ուրեմն Ռոբերտ Քոչարյան Դաշնակցություն 98-ից 2018 թվականին տարբեր կոմբինացիաներով այն կոալիցիան, որը ձեր ընտրությունների արդյունքները կեղծելով զավթել է իշխանությունը եւ թալանել է Հայաստանը։ ԲՀԿ Գագիկ Ծառուկյան, որ գործել է Ռոբերտ Քոչարյանի հովանավորության ներքո եւ թալանի մասնակիցներից եւ ամենաակտիվ մասնակիցներից մեկն է եւ մենք հիմա իրանց գույքերը սկսել ենք պետականացնել Իրափեսու Կոտայքի նահանգի մարզպետի 2.5 միլիոն դոլարանոց առանձնատուն այլևս պետական է Գալուգացի օլիգարխ ով եղել է Սերժ Սարգսյանի քաղաքական հոգեզավակը նրա եղբայրը երկար ժամանակ եղել է Հանրապետական խմբակցության ղեկավար խորհրդարանում եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավար։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը Գալուգացի օլիգարխի գլխավորությամբ
Հանրապետական կուսակցության ռեբրենդինգ եղած տարբերակն է։ Իմիջիայլոց 21 թվի ընտրություններին էլ հանրապետական կուսակցությունը թաքնված մասնակցել պատիվ ունեմ անվան ներքո։ Եվ այն ժամանակ մերժել եք նրանց, հիմա էլ պետքա մերժեք նրանց, այս անգամ ավելի ուժեղ պետքա մերժեք նրանց։ Ժողովուրդ, այսօր շատ են ասում, դրանք ինչի են միջև հիմա ազատության մեջ, դրանք ինչի պատասխանատվության։ Ես ասեմ, դրա պատճառը մեկն է, նախ շատերը ազատության մեջ չեն։ Երկրորդը 2018 թվականին ես մայիսի 8-ին ընտրվել եմ վարչապետ եւ մայիսի 9-ից ես հասկացել եմ, որ պայմանական ասած 23 գլխանի մաֆիայի հետ գործ ունեմ։ Սկսած պետական համակարգից, դատական համակարգից, տնտեսությունից, նույնիսկ բանակից եւ ես 8 տարի հետեւականորեն այդ բազմագլուխ հրեշի գլուխները կտրելով եկել հասել ենք ստեղ, մնացել է վերջին 3 գլուխը եւ 2026 թվականի հունիսի 7-ին մենք պետք է իրար հետ գլխատենք այդ երրագլուխ մաֆիային եւ վերջնականապես արմատախիլ անենք նրանց Հայաստանի Հանրապետությունից, բայց նաեւ 2018 թվականից սկսած մենք 8 միլիարդ դոլար ուղիղ նրանց գրպանները հոսող փողերը կտրել ենք եւ ուղղել ենք պետական բյուջե կամ որպես ապօրինի գույք վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետությունը 2025 թվականի պետական բյուջեն 2017 թվականի պետական բյուջեի համեմատ 135%-ով աճել է մենք կրկնապատկել ենք Հայաստանի պետական բյուջեն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2018-ից 2025 թվականը 300 միլիարդ դրամով ավելի շատ գումար ավճարել պետական բյուջե, քան նախկինում ավճարած եղել։ Գալուգացի օլիգարխին կոպեկներով սեփականաշնորհված Հայաստանի էլեկտրական ցանցերը այլևս պետական է եւ լինելու է պետական Եվ պետականացնելուց հետո մենք ինչ պարզեցինք ժողովուրդ, ինչ պարզեցինք, որ Կալուգացի օլիգարխը մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փող է գրել եւ դրել գրպանը, մեր դպրոցների վրա ավել հոսանք է գրել եւ դրել, մեր համայնքների վրա է ավել հոսանք գրել եւ դրել գրպանը, մեր զորամասերի վրա է ավել գումար գրել հոսանքի եւ դրել գրպանը եւ նա չենք ներելու մենք դա իրան Ինքը երկար ժամանակ պետքա բանտում անցկացնի, երրագլխի 3 գլուխները պետքա երկար ժամանակ բանտում անցկացնենք։ Գագիկ Ծառուկյանի տարել է իր երկրորդ համարը դրել է մարդու, ով այսօր մեղադրվում է հայրենիքի դավաճանության մեջ։ Ինքը գիտի, որ հանձնարարության բա դրել, ինքը իմացել է ում է դնում իր ցուցակի երկրորդ համարի մեջ եւ հետեւապես մենք լրտեսներին պետք է արմատախիլ անենք Հայաստանի Հանրապետությունից եւ դա պետք է տեղի ունենա ժողովրդի որոշմամբ։ Բայց նաեւ ես ուզում եմ հետեւյալը ասեմ, այդ միլիարդավոր դոլարները, որովհետեւ կարող է մարդ լինի հրապարակում, որ հարց տա ասի բա այդ միլիարդները որ բերել եք պետական բյուջե ինչ են եղել այդ փողերը ես ուզում եմ պատասխանեմ այդ հարցին օրինակ երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան դեպքում պետությունը 50,000 դրամ ամիսը մինչեւ 6 տարեկանը երեխային աջակցություն է նշանակում ես ասում եմ այդ երրորդ երեխաները պետության զավակներն են եւ մենք իրանց մինչեւ 6 տարեկանը մինչեւ դպրոց գնալը ուղեկցելու ենք Իչև 2 տարեկան երեխաների դեպքում մայրերին տրվող նպաստը նախկինում դա գործում էր միայն աշխատող մայրեր, իմիջիայլոց, մինչև հիմա երրորդ եւ յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծրագրով մենք 50 միլիարդ դրամի արդեն աջակցություն ենք տրամադրել։ Մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը նախկինում տրվում էր միայն աշխատող մայրերին։ Մենք նախ այդ նպաստը բարձրացրեցինք։ Երկրորդը այդ նպաստը բոլոր երեխա երիտասարդ մայրիկների համար այդ նպաստը սկսեց գործել։
Իսկ գյուղական վայրերում աշխատող մայրերի համար կրկնակի չափով, այսինքն ոչ թե 31,000, այլ 62,000 դրամ։ Սա նրա համար է, որ գյուղական բնակավայրերում բնակչությունը շատանա։ Եվ մենք նաև 500 մանկապարտեզ ենք կառուցում, այդ թվում է թալանված փողերով, որպեսզի երիտասարդ մայրիկները շուտ հնարավորն է շուտ աշխատանքի վերադառնալու, իրենց կրթությամբ եւ կարիերայով զբաղվելու եւ իրանց ընտանիքների բարեկեցությանը աջակցելու հնարավորություն ունենան։ Մենք 300 դպրոցներ ենք կառուցում, ժողովուրդ։ Մենք այսօր Հայաստանում կառուցում ենք այնպիսի դպրոցներ, որոնց որպիսի որակի դպրոցներ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Այդ դպրոցներում լաբորատորիաներ են գործում, որ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել։ Այսօր ժողովուրդ, դուք հիշում եք 2018 թվականին Հայաստանի շին հրապարակներում, փողոցներով ինչ բեռնատարներ, ինչ գրուզավիկներ, հիշում եք գրուզավիկները։ Հիմա տեսնում եք ինչ բեռնատարներ են։ Ձեր մոտ, այսինքն նորագույն եվրոպական արտադրության կամ ժամանակակից արտադրության բեռնատարներ, էքսկավատորներ, տարբեր մեքենաներ, ձեր մոտ հարց չի ծագում, այս ոնց եղավ, որ այսքան նոր ավտոմեքենա, նոր բեռնատար, տեխնիկա ավտոբուսներ հայտնվեց։ Մենք տնտեսության արդիականացման ծրագիր ենք իրականացրել եւ այս ընթացքում 100 միլիարդ դրամի 200 միլիոն դոլարի աջակցություն ենք ցույց տվել, վարկերի տոկոսներն ենք մարել եւ այսօր ընկերություն չկա, որ այդ ծրագրից չի օգտվել եւ պայմաններն ա եղել իրանք պետքա նոր եւ ժամանակակից տեխնիկա ձեռք բերեն եւ ամենակարևորը 2018 թվականին երբ ես վարչապետ եմ ընտրվել, նվազագույն կենսաթոշակը եղել է 16,000 դրամ։ Այսօր նվազագույն թոշակը 46,000 դրամը, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը։ Այսօր միջև 10 այս բոլոր երեխեքը միջև 18 տարեկան ինչքան երեխա կա հրապարակում եւ հանրապետությունում, բոլորը առանց բացառության պետական բյուջեի վճարումներով առողջության ապահովագրության շահառու են։ Եվ մենք դա արել ենք, եւ այսօր մեր երիտասարդ մայրիկները եւ հայրիկները չպետք է մտավախություն ունենան, թե եթե Աստված չանի, մեր երեխեքը առողջական խնդիր ունեցան, բա մենք ինչ ենք անելու։ Դուք ինչ եք անելու, ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է, ժողովուրդ ջան։ Ձեր զավակը ձեր պետության, մեր պետության զավակն է։ Այսօր հանրապետությունում ինչքան 65 պլյուս տարիքի թոշակառու կա, բոլորը առողջության ապահովագրության շահառուներ են։ Այսօր հարյուրավոր եւ հազարավոր թոշակառուներ վիրահատություններ են ենթարկվում, որը արժի 500,000 դրամ, 1 միլիոն դրամ, 2 միլիոն դրամ, 3 միլիոն դրամ, 4 միլիոն դրամ, եւ այսօր այդ մարդիկ եւ նրանց զավակները կարիք չունեն մտածելու, բա որ մեր ծնողին մի բան եղավ, մենք որտեղ ինչն ենք գրավ դնելու, որտեղից ենք պարտք վերցնելու, որտեղից ենք սև ցուցակում հայտնվելու։ Ոչ, այսօր ձեր պետությունը ձեր կողքին կանգնած է եւ այդ բոլորը ապահովում է։ Եվ էլի եմ ասում, ժողովուրդ ջան, հիմա էլ ասում են ընտրություններից հետո ասում են բան անելու, առողջության այս ապահովագրությունը հանելու են, որովհետեւ ընտրությունների համար են բերել։ Ժողովուրդ ջան, ես 8 տարի վարչապետ եմ եւ մենք ընտրությունների համար ոչ մի բան չենք արել։ Մենք ոչ մի բան չենք արել ընտրությունների համար։ Ինչ որ մենք արել ենք մարդու համար, մենք արել ենք քաղաքացու համար, մենք արել ենք պետության համար, մենք արել ենք ապագայի համար։ Մենք ոչ մի բան Մենք ոչ մի բան չենք արել նրա համար, որովհետև նրա համար, որ սիրում ենք իշխանությունը։ Մենք ոչ մի բան չենք արել, որովհետև մենք իշխանությունը չէ, որ սիրում ենք։ Մենք ձեզա, որ սիրում ենք, մենք Հայաստանի քաղաքացուն ա, որ սիրում ենք, մենք մարդուն ա, որ սիրում ենք, մենք պետությունն ա, որ սիրում ենք, մենք հայրենիքն ա, որ սիրում ենք։ Եվ այո, այս ամեն ինչ որ ասցի, շատ կարևոր ա, բայց ամենակարևորը չի։
ամենակարևորը այն է, որ Հայաստանի Հանրապետությունում ի վերջո հաստատվել է խաղաղություն, եւ ես ձեզ բոլորիդ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետությունում հաստատված խաղաղության առիթով։ Երկու տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 2 տարի մենք սահմանին ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։ 2025 թվականը առաջին օրացուցային տարին է, որ հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 30 մենք զոհ եւ վիրավոր չենք ունեցել։ Նախկինում ոչ մի այդպիսի տարի չի եղել։ Ամեն տարի մենք ունեցել ենք զոհեր եւ վիրավորներ, եւ մենք ի վերջո մեր բազմաթիվ զոհերի եւ զոհողությունների գնով մենք հասել ենք խաղաղության։ Բայց մենք հասել ենք խաղաղության նաեւ այն բանի շնորհիվ, որ ես կամային որոշում եմ կայացրել ժողովուրդ ջան, որ մենք չպետք է շարունակենք Ղարաբաղյան շարժումը։ Այո, ես եմ մարդն եմ, ով ասել Արցախը Հայաստան է եւ վերջ։ Եվ ես գնացել եմ այդ գաղափարի հետևից, գնացել եմ անմնացորդ եւ նվիրված։ Ոչ մի բան ես չեմ խնայել հանուն Ղարաբաղի, բայց ես ճանապարհի մի մասից հասկացել եմ, որ Ղարաբաղով մեզ մցրել են փակուղի, որ Ղարաբաղով մեզ մցրել են թակարդ, եւ առաջնորդի պարտքը եւ պարտականությունն է, որ այն ինչ որ ինքը տեսնում է եւ համոզված է, վերցնի իր վրա պատասխանատվություն, եւ ես ինձ վրա վերցրել եմ պատասխանատվություն, ոչ թե հանուն իմ անձի, հանուն այս երեխեքի, որ մենք իրանց այլևս չգործուղենք զոհվելու, որ մենք թույլ չտանք, որ մեզ ուրիշները շարունակեն օգտագործել ուրիշների դեմ, մեր երեխեքի կյանքի գնով, մենք չպետք է թույլ տանք եւ այլևս թույլ չենք տալու, որ ուրիշները մեզ օգտագործեն ուրիշների դեմ եւ դեն շպրտեն։ Այս անընդհատ տեղի ունեցել մեր պատմության մեջ եւ մենք հիմա ուղղում ենք մեր պատմության այն ընթացքը, որը խոտորվել է դեռևս 374 թվականին, երբ որ հացի սեղանի շուրջ տեղացի եւ բյուզանդացի պաշտոնյաները հացի սեղանի շուրջ դանակահարելով սպանեցին երբ որ հացի սեղանի շուրջ սպանեցին Պապ թագավորին, իմ համոզմունքն է, որ մեր պատմությունը այդ կետից է խոտորվել եւ մենք վերադարձել ենք եւ այսօր ուղղում ենք պատմության այդ խոթորումը եւ ես ասում եմ Պապ թագավորը չի սպանվելու այլևս, Հայաստանի պետությունը չի սպանվելու այլևս, Հայաստանի Հանրապետությունը գոյություն է ունենալու հավիտյան եւ սրա համար կա շատ մի անհրաժեշտ որոշում, սրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանի ժողովուրդը տեր կանգնի պետությանը, տեր կանգնի խաղաղությանը 2026 թվականի հունիսի 7-ին գնալով ընտրական տեղամասեր եւ գործելով հետեւյալ տրամաբանությամբ ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք ընտրություններ 2026-ին քվեարկում ենք բայց 16-ին քվեարկելը պիտի ունենա բովանդակություն դա ինքնանպատակ չէ եւ դա պաշտոնի եւ աթոռի կռիվ չէ, որովհետեւ 16-ին քվեարկող յուրաքանչյուր ոք պետք է ինքնահայտարարագրվի որպես մարդ, որ տեր է կանգնում պետությանը, տեր է կանգնում անկախությանը, տեր է կանգնում ապագային, տեր է կանգնում խաղաղությանը եւ ով պետք է դա անի, դա պետք է անի ժողովուրդը, բայց երբեք ու երբեք չպետք է մոռանանք, որ ժողովուրդը կազմված է անհատներից, ժողովուրդը կազմված է մի մարդկանցից, Էսա պատճառը, որ մենք անհրաժեշտ ենք համարում, որ մեզնից յուրաքանչյուր քաղաքացի առերեսվի այն փաստի հետ, որ պետության ապագան, անկախության ապագան, խաղաղության ապագան կախված է մի մարդուց, պատկերացնում եք ընդամենը մի մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 եւ այդ մեկ մարդը դու ես,
Եվ այդ մեկ մարդը դու ես։ 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 Ով այդ մեկ մարդը որ Տեր է կանգնում պետությանը թող բարձրացնի իր ձեռքը։ Ձեր բարձրացրեք։ Եվ այդ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ, պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Մարտունին, Գեղարքունիքի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցե Հայաստանի Հանրապետությունը։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան։ Երկու կաչ հայտարարություն։ Գեղարքունիքի մարզի մեր եզրափակիչ հավաքը տեղի է ունենալու այսօր ժամը 20:00-ին, ոչ մի րոպե ուշ եւ ոչ մի րոպե շուտ Գավառի կենտրոնական հրապարակում մեծ պատիվ կլինի բոլորիդ եւ յուրաքանչյուրիդ տեսնել ժամը 20:00-ին։ Այնտեղ կհնչեն ելույթներ, ես էլ ելույթ կունենամ, դրոն շոու կլինի Գեղարքունիքի մարզի մասին, բայց նաեւ ձեզ համար կնվագեմ վարչապետի հետ իրական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն երգը։ Եվ երկրորդ հայտարարությունը հունիսի 5-ին էլի ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության հրապարակում տեղի ունենալու մեր եզրափակիչ հավաքը եւ այդ հավաքին մասնակցելու հրավիրում եմ մի մարդու, ընդամենը մի մարդու, այն մեկ մարդուն, ով Տեր է պետությանը, ով Տեր է անկախությանը, ով Տեր է ապագային, ով Տեր է խաղաղությանը։ Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ եւ խոնարհվում եմ բոլորիդ առաջ։ Շնորհակալ եմ Ժողովուրդ ջան, շնորհակալ եմ։